Անչափահաս քույրերը սեռական ոտնձգության են ենթարկվել։ Ոստիկանությունը ցուցաբերել է հանցավոր անգործություն, ազատության մեջ թողնելով ենթադրյալ մանկապիղծներին, որոնք այդ ազատությունից օգտվել են այնպես, որ կրկնել են հանցագործությունը։ Եվ միայն դպրոցի լրագրողի փաստաբանների հանրության ճնշման ներքո ենթադրյալ մանկապիղծներին կալանավորեցին։ Այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության քթի տակ, այո, քթի տակ աչքերի առջև։ Հենց այս իշխանության օրոք ոստիկանությունը ստացավ զանգվածային վերահսկողության հնարավորություն։ 24-ժամյա ռեժիմով հասանելիություն ունեն տեսախցիկներին, հետևում են ձեր ամեն քայլին։ Պարզապես մանկապիղծները երևի անտեսանելի են կամ ինչ-որ կախարդական թիկնոց են ունեցել։ Մինչդեռ հազարավոր պարկեշտ մարդկանց, որոնք ընդամենը ունեն ընդդիմադիր հայացքներ, ոստիկանությունը ամեն վայրկյան հետևում է։ Որպես հետևանք, այս իշխանության օրոք 8 տարվա ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը գրեթե 2.5 անգամ աճել է։ 1-2 օրինակ. Զենքի գործադրմամբ հանցագործությունները աճել են 2.9 անգամ, գրեթե 3 անգամ։ Սպանությունների թիվը աճել է 1.8 անգամ, գրեթե 2 անգամ։ Սա ուղղակի վիճակագրություն չէ։ Հենց Հայաստանի Հանրապետության համար օրինակ մշակվել է հատուկ լուծում, որ թղթի բաղադրության մեջ առկա է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով մանրաթելեր։ Արդյունքում ունենալու ենք այնպիսի անձնագիր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ունենանք հարազատության զգացում։ Ներքին գործերի նախարարն է։ Այս իրավիճակում պատմում է նոր անձնագրերի գեղարվեստական լուծումների մասին։ Մանրաթելերը շատ կարևոր են։ Երբևէ մտածել եք, որ ձեր ու պետության միջև կապը պայմանավորված է անձնագրի թղթի մանրաթելերի գույնից ու որակից։ Տիկին նախարարը պաթոսով ընդգծում է Նիդերլանդներում արտադրվելու հանգամանքը, որպեսզի սրանով շոյի արևմուտքի երազով ապրող մարդկանց էգոն։ Ոչինչ, որ այս իշխանության օրոք վերջին տարիներին անգամ վիզա ստանալը մի քանի անգամ բարդացել է, կարճ ասած երազանք է դարձել։ Ոչինչ, որ դուք չեք ճամփորդում։ Կարևորը ձեր անձնագիրը արդեն ճամփորդում է։ Ավելի հստակ, Եվրոպան ձեր անձնագրի մեջ է։ Հիշում եք, աղքատությունը ձեր գլխի մեջ է, մակունցը չէ, մշակույթը մակունցի մեջ է։ Տիկին նախարար, դուք մանրաթելերի մասին եք խոսում, եւ սա խոսում է ձեր իշխանության որակի մասին։ Պետության հիմքերը քանդել, դրել եք մանրաթելի վրա։ Իդեպ Բաքվի բանտերում պահվում են Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող մարդիկ, որոնց պետության հետ կապը այնքան ուժեղ է, որ անգամ Բաքվի բանտից, անգամ այդ պայմաններից նրանք մեզ կոչ են անում պինդ մնալ։ Նրանց անձնագիրը սովորական մանրաթելերից է։